Ես ուզում եմ այսօր խոսել մենք ասենք հավատքի ժողովուրդը միշտ մտածում ենք ոնց անենք որ հավատքի մեջ մնանք, ոնց անենք որ հոգիներ շահենք, չէ՞, այդ ծևի։ Իսկ մի մոռանանք որ նույնպես Սատանան եւ իր ծառայողները նույնպես անընդհատ ծրագրավորում են իրենք, թե ինչ անեն որ մարդկանց գործընծեն հոգիները։ Եվ իրենց համար այդ մարդիկ, որ արդեն իրենց հոգիները կորած են, Քրիստոսի եկած չեն, դա դրանցով Սատանան այդքան մտահոգ չէ։ Սատանայի ամբողջ աշխատանքը հոգևոր մարդկանց վրայով է։ Իր աշխատանքը հավատացյալ ժողովրդի վրայով է, չէ՞, բարձ է իր մտահոգությունը։ Ինքը ուզում է, որպեսզի հավատքի ժողովուրդը հավատքի ծնկնեն, կորեն եւ դրա համար իրենք ամեն օր ծրագրում են ինչ անեն։ Ինչպես Պոստերը ասում է, չէ՞, ասում է Սատան մրնչող ագրուծի նման է, որ գալիս է գուլտա, այսինքն ինքը երբեք բաց չի թողելու ոչ մի առիթ, երբեք բաց չի թողելու ոչ մի առիթ։ Հիմա իմ երևակայությունով պատկերացնում եմ ինչ տեսակ է լինում Սատանայի ժողովը։ Սատանայի ժողովը ինքը ժողովի են գալիս բոլոր Սատանային ծառայողները, ինգացրեշտակները եւ ուզում են ծրագրել ինչպես անենք որ հավատքի ժողովրդի մենք ինացնենք։ Եվ գալիս են ինգացրեշտակները, իրենց ծառայողները ասում են որ այս հավատքի ժողովրդին գլուխ չեն գանում, մեգա իրենք պաշտամունքներով գնում են անընդհատ, ինչ որ անում ենք, ինչ տեսակի բաներ ենք հնարում, դժվարություններ, ասենք թե որ կոմունիզմի ժամանակ մարդիկ նորից իրենք քախնի հավաքվում էին, հիվանդությունները լինում, մեգա հավաքվում են իրենք, դուներում մեջ են հավաքվում, ինչ միջոցը, բادرազմ է լինում, մեգա բադասվարվելու բադվալներուն հավաքվում են միասին, ինչ որ անում ենք, տեսնենք են որ այդ ժողովուրդը հավաքվում են, իրենց հավատքից չեն ուզում ինալ։ Ինչ անենք, Սատանան ասում է, որ դա չէ խնդիրը, ասում է, դա պրոբլեմ չէ։ Ասում իրենք ինչքան ուզում են թող հավաքվեն, ինչքան ուզում են թող աղոթեն, ինչքան ուզում են թող գարթան, ինչքան ուզում են իրենք բարգեշ թաքվեն, դրա մոտ մի մտահոգվեք ասել է, մի բանով մտահոգվեք, նայեցեք ինչ անենք, որպեսզի հավատքի ժողովուրդը թող մտերմություն չունենա, անձնական հարաբերություն չունենա Քրիստոսի հետ։ Այդ եկեղեցի երթալ գալը, լսելը, կարդալը, ոնց ես կարդում, ոնց ես լսում, ոնց ես գնում, նեգանք նույնույթին։ Դա խնդիր չէ ասեց։ Միայն թե ամեն ինչ պիտի անեք, որպեսզի իրենք չլինի թե ճանաչեն Քրիստոսին, չլինի թե անձնական մտերմիկ հարաբերություն ունենան Քրիստոսի հետ։ Եվ մենք հասկանում ենք, չէ՞ սիրելիներ, եթե դու Քրիստոսի չճանաչես, լոկ, որովհետև ասել են քեզի որ թժող կա, աման թժող չի գնամ, կամ եկեղեցի որպեսի դրախտ գնամ, եթե դրա համար ես եկել, Քրիստոսի չես ճանաչելու, թեև լավ ես անում դրա համար եկել ես։ Լավ քայլ է, բայց հիշում եք, չէ՞, Հիսուսի խոսքերը, որ ասում է, սա է հավիտենական կյանքը, որ ճանաչենք իրեն։ Հավիտենական կյանքը Քրիստոսի ճանաչելու մեջ է սիրելիներ։ Եվ հիշում եք ասում էր, որ եթե պահեք իմ խոսքերը, իմ անձս ձեզ պիտի հայտնեմ։ Այսինքն իմ խոսքերը եթե ձեզ հաճելի է, պահում եք, ես իմ անձս ձեզ կհայտնեմ։ Երբ որ ինքը իր անձը հայտնե, մենք կհաստատվենք հավատքի մեջ։ Երբ որ իրեն ճանաչենք, կհաստատվենք հավատքի մեջ։ Այսինքն, երբ որ դժվարությունները կա, մենք չենք կոտրվելու, չենք ընկնելու։ Սա է չէ նպատակը, որտեղից է կոտրվում հավատացյալը։ Երբ որ դժվարությունները գալիս է, երբ որ դժվարություններ չկա իր կյանքում, թվում է որ ամեն ինչ լավ է, ալելույա ասում անցնում է։ Մի հատ դժվարություն է գալիս իր կյանքի մեջ, որ ինքը չեր պատկերացնում, տեսնում ես լրիվ կոտրվում է։ Հավատքը տեսնում ես որ ոչ մի բան չի անում, ահա որ մտահոգություններու մեջ չի կարող դիրոջ հանցնվել,
խաղաղություն չի գտնում, վախը դիրաբետում է, քունը փախում է, այդպես է լինում եւ գամած Տիրոջ ներկայությունը կորում է, հեռանում է, նույնիսկ հավաքույթներուց կարելի է կորի հեռանա։ Գամասեք որ մահվան ժամանակն է գալիս, ինքը տեսնում ես որ հուսահատ վիճակի մեջ է, այնքան վախ ունի մահվանից, թեև քրիստոնյան որ Քրիստոսի ճանաչել էր, ցերկերը փած պիտասե Տեր վերցուր վերջապես ես քովդ եմ գնում, տեսնում եք որ ինքը նույնիսկ Հիսուսի անունը չի կարող տալ, չի կարող աղոթել, այդ տեսակ բաներ տեսած կլինեք, եղբայրները տեսած կլինեն այդ տեսակ բաներ, ինչից է դա գալիս, բայց չէ որ Կայսկանդարի ես եկեղեցի է գնում, բարգեշտ էի հակվել, լսում էի, կարդում էի, դա գալիս է չճանաչելուց Քրիստոսին, մտերիմ հարաբերություն չունենալից Քրիստոսի հետ, ներքին սենյակ չունենալ, ներքին սենյակը միան դա է չէ որ դու աղոթել միան հասկանում ենք, ներքին սենյակը մտերմության սենյակն է սիրելիներ, երբ որ դու կարողանում ես խոկալ, մտածել, իր խոսքին վրա մտածել, իր մասին մտածել, առանց խանգարող քեզի հանգամանքի եւ բացվում է քեզի, ինքը իր անձն է հայտնում քեզի, դու հայտնություն ես ունենում խոսքի հայտնություն ես ունենում, բոլոր Աստծո խոսքերը, կամ Աստծո խոսքը մեկ բառով ասենք, եթե հայտնություն չունենաս, դա կլինի կրոն միան, այսինքն խոսքը լսում ես, եւ միան եթե կատարում ես առանց հասկանալու, սովորական դառնաս դու կրոնավոր, ինչպես որ աշխարհի բոլոր կրոնները մուսուլմանության մեջնար խոսքը լսում են, կատարում են, փորձում են կատարել, ինչպես որ Իսրայելի ժողովուրդը անաբադի մեջ խոսքը լսում էր, ուզում էր կատարել, որ իրեն համար լավ լինի, ոչ ուրիշ բան, բայց որովհետև խոսքը չէին հասկացել, որովհետև Տիրոջ խոսքը հոգևոր էր, իրենք ուզում էին բահել լոգ դրա համար, որ իրենց համար լավ լինի իրենց կյանքերը, Աստծո փառությունը իրենց վրա չգա, եւ դժվարություններում մեջ իրենք կոտորվեցան սիրելիներ, եւ տեսնում ենք, որ այդ ժողովուրդը չմտավ խոստացված երկիրը, պետք է միտք առնենք սիրելիներ։ Հետևաբար այս բոլորը սատանայի ամենակարևոր ծրագիրն է, որ հավատացյալներու կյանքերում մեջ կիրառ է, ասում է ուրեմն խնդիր չի գա, որ իրենք հաճախեն եկեղեցի, նույնիսկ կարդան, եթե միտք չեն առնում, թող կարդան, ես հիշում եմ Բերուտ եղած ադենս, կովս տարիքոտ կին էր եկել, շատ խելացի, սովորած, հաճելի կին իր հետ խոսելու, 85-86 տարեկան էր, հիվանդությունով եկել էր Ողնաշարի, հետո այդպես նյութը բացվեց, ասեց, որ ես, ասեց, չգիտեմ, 73 տարի է, 73, փոքր տարիք են այս, 73 տարի է, ամեն օր Աստվածաշունչ եմ կարդում, ասեց, ամեն օր, ասի ինչքան լավ բան ես անում, մի քիչ խոսեցանք միասին, այդպես մի բան ասեց, որ Աստված այսպես է, այդպես, ասի տիկին բայց ասի, որ Աստվածաշունչը այդպես չի ասում, դրանք ասենք խոսքեր են, որ մեր հայրերն են ասել, այդպես մարդի, ինչպես Ադամի խնձորը, չէ, հիմա ժողովուրդներուն իջնեք հարցնեք, Ադամը ինչ գերավ գասեն, խնձոր գերավ գասեն, այդ որտեղից եկած է, գրված չէ Աստվածաշունչի մեջ, դա թևավոր խոսք է, չէ, իրար ասելով փոխանցված է, նույնպես կինը այդպես բան ասեց, որ Աստվածաշունչում մեջ այդպես բան չկա եւ հագասում է Աստծո խոսքին, ասի, բայց տիկին ասեցի, այդպես գրված չէ, այդ ոնց ասեց, բայց այդ Աստվածաշունչում մեջ է, այդպես բան չկա, Աստվածաշունչում հենց այսպես գրված է, ասեցի, Հովաննու ավետարանի մեջ այսպես է ասում, հա ասեց, բայց հետ չեմ հիշում, որ այդպես բան գրված է, բայց ասեցի, որ 73 տարի է գարտում ես, ամեն օր, ոնց է գարտացել, ոնց որ սատանան ուզում է, տեսնում եք, ոնց որ սատանան ուզում է, այդպես է գարտացել, մեզանից շատերն այդ վիճակի մեջ կլինենք, ինչու համար այդպես է գարտացել, որտեղ ինքը կարծում է գարտալով, հաճելի է դառնում Աստծո, իր պարտականությունը անում է, բայց գարտացած ադենը մտքերը ուրիշ տեղ է, ինքը չի կարողանում խորանալ, խոկալ, մտածել, ասում է այսօր մեկ գլուխ գարտացի, եւ ինքը բավարարված է զգում,
չէ՞։ Արաբոդյան ծնկի եկա աղոթքս ասեցի, ոնց ասեցի։ Չի գիտե ոնց ասեցի։ Հայր մերը ասում է մարդը, բայց բարերուն վրա չի մտածում նույնիսկ։ Չի մտածում օրինակ, չէ՞։ Աղոթում է սովորություն է դառնում այդ աղոթքը։ Մարդը ելնում է, ծնկի է գալիս, աղոթում է, այդ բարերը արտասանում է ոտանավորի նման, ինքը չի არ մտածում, դա սովորություն է դարձել ամենօրյա իր աղոթքը։ Չի խողում դրանց վրա, չի ըսկում այդ բարերը։ Սա հաճելի է սատանային սիրելիներ։ Հետևաբար ասում է, որ այսպես արեք, սատանան ասում է, գնացեք, այսպես արեք, հսկեք, որբեսի իրենց սպաղված բահենք, իրենց օրերը, ժամերը, մտքերը, գյանքում ոչ էական բաներով։ Գյանքում ոչ էական բաներով։ Հիշում եք Մարթայի և Մարիամի դարբերություն ասեց, Մարթա, քույրիկդ ընտրեց էական բանը գյանքի, ես ուրիշ բարերով եմ ասում։ Լավակույնը բաժինը ընտրեց։ Իսկ դու մտահոգվել էր, թե մեզ ինչ հրամցնես, ինչ ուտենք, ինչ պիտի ուտենք, ինչ պիտի խմենք, ոչ էական բաներով։ Եվ այսօր հաջողվում է սատանան մեզի սպաղեցնել կյանքում ոչ էական բաներով։ Ինչպես մեր ամենակարևորը մեր ժամանակը գողանալով։ Ժամանակները ինչքան արագ են անցնում, ով կվկայի է ժամանակը ինչքան ավելի արագ է անցնում։ Ահա որ արագ է անցնում ժամանակը։ Համաձայն եք բոլորդ։ Դադիկներ, որ այստեղ սպիտակ մազերով փոքր դարիքին ժամանակը սենց էր անցնում, չէ՞ թե հիմա չեք հասկանում ոնց է անցնում։ Բայց դա պատճառ ունի, չէ՞, որտեղ ժամանակը մեր գողանում է։ Անընդհատ մեր մտքերը խթանված են մեր մտքերը, անընդհատ խթանված են մեր մտքերը, դրա համար տեսնում եք ոչ մի բան չեք հասցնում, օրը վերջացավ, որ չվերջացավ, բայց ես մեկ հատ բարձապանենք այդ ինչ ձևով է լինում, ասում է, որ բազմաթիվ սպաղմունքներ հնարեցեք այս մարդկանց, որ դրանով սպաղվեն, զվարճության մասին չեմ խոսում, սպաղմունքներ, դրա մեջ կմնա գործը կարա լինի, մտահոգություններ կարող է լինի. Գնացեք, ասում է սատանան, մարդկանց գոյադևելու միջոցները բարդացուցեք։ Մարդկանց գոյադևման միջոցները բարդացուցեք, ամեն ինչ ահավոր թանկացրեք, որպեսզի մարդիկ չհասցնեն գումարայինով եւ ստիպված լինեն անդադար բարդ վերցնելու։ Արդեն բարդ վերցած մարդնար ինքը իր խաղաղությունը կորած է սիրելիներ։ Գոյադևելու միջոցները բարդացնել, այո։ Հնարքներ հնարել, նայեցեք ինչքան բարձ էր կյանքը ժամանակին։ Ինչքան բարձ եղել է ժամանակին կյանքը։ Իսկ հիմա որպեսզի մարդը կարողանա գոյադևել, ստանդարտներ ստեղծված է, որ դու ստիպված ես համակերպվել այդ ստանդարտներուն եւ այդ ստանդարտները ահավոր թանկ են։ Եվ մանավանդ եթե քաղաքում ես գալիս ապրում, գյուղում մի քիչ ավելի լավ կլինի, քաղաքում ավելի վատ։ Բայց սատանային նպատակն է մարդկանց բերել բոլորը հավաքել մեծ քաղաքներու մեջ։ Աշխարհը այդպես է նայեցեք։ Մեծ քաղաքները մեծանում են բոլորը գյուղերից։ Հիմա Հայաստանի ժողովուրդը այդպես է կամ ոչ։ Ուզում եմ մարդ Երևան ապրիլ։ Ինչքան դուն է կառուցվում Երևանում։ Երևանը մեծանում է, լայնանում է։ Երկին 7-8 տարվա մեջ ինչքան շատացավ ավտոները, ինչքան շատացան մարդիկ Երևանում։ Դա սատանային ծրագիրն է, մի զարմանակ։ Բոլորը բերե քաղաքներու մեջ ապրեցնե։ Քաղաքում կյանքը բարդ է, բնությունից հեռու է, մտահոգությունները շատ են եւ ժողովուրդը շատ հեշտ կլինի վերահսկելը։ Ժողովրդին ստրուգացնել, հսկելը հեշտ կլինի սիրելիներ։ Մարդկանց վրա բանը հոսանքը թանկացնել, փոխադրամիջոցները թանկացնել, ամեն ինչի վրա դուրք դնել, ասենք թե որ գիտեք գույքահարկ կա, չէ՞, ասենք թե որ 50 տարի առաջ գույքահարկը կոպեկ էր։ Հիշում եմ բարի եղբոր էս խոսում է, իր տանը որ կենտրոնում էր, ասաց որ գույքահարկը 10 անգամ թանկացուցին, այսինքն ոնց որ ես վարձկով դուն եմ արել, ոնց որ վարձկով դու քո տունն ես, դու կառուցել ես, որպեսզի վարձ չդաս, որ հանգիստ ապրես, բայց այդ գույքահարկը լինում է ոնց որ դու վարձք ես տամ, կոնը չէ այդ տունը։
Հետո աշխարհում այս Հայաստանի մասին չեմ ասում, բոլոր աշխարհի վրա է դա։ Իսկ արևմուտքում ավելի փարթացած է այդ բաները սիրելիները։ Մի բան ունիս քոնը չէ, ունիս եւ քոնը չէ։ Որտեւ եթե չի կարողանաս ունեցածիդ գույքահարգը մուծել, քու ցերկիցդ կնալու է որոշ ժամանակ հետո։ Քեզ այնց կվերցնեն քոնը, որ ամբողջ կյանքդ։ Եվ ամեն ինչի վրա գույքահարկ պիտի տրվի։ Ծառերուն վրա նարգույքահարկ պիտի տրվի, եթե մի հատ կադու ունես վրան գույքահարկ պիտի տրվի, ամեն ունեցածից վրա ինչու համար, որբեսի քու կյանքդ փարթանա, դու ստրուկ դառնաս, դու անընդհատ մտածես ոնց պիտի փող հայթայթես։ Դրա համար մարդը չի հերիքում իրեն աշխատանքը, ժամանակին մի քանի ժամ աշխատում էր օրական, հերիքում էր պահելու ընտանիքը, հիմա չի հերիքում, ըստիվատ ճամփորդում է դուրսը, ընտանիքից հեռու է մնում, ընտանիքները բաժանվում են, խափանվում են, գնում է դուրսում սիրահարվում է, ես իմ ինչ գիտնամ աշխարհում դարբեր բաներ է լինում, բոլոր սատանային ծրագիրներն են սրանք սիրելիներ, չէ՞։ Մեր հայ տղամարդիկը չեմ ասում հավատացյալները, թե հավատացյալներից է եղել այդպես։ Գնում են Ռուսաստան աշխատելու, հետո մեկումը սիրահարվում են, ընտանիքները թողում են։ Ինչքան գա դրանից։ Կարա՞ք ասել ինչքան մեծ տոկոս է դա։ Սատանային ծրագիրը կյանքը փարթացնելով հասնում է այդ նպատակներին սիրելիներ։ Տեսնում եք, մարդը ըստիված ասում է, որ եթե կիրակի օրը չաշխատեմ, չեմ կարող բայել ընտանիքս։ Դա հա ճիշտ է, հավատքի պակաս արգա դրա մեջը։ Չեմ կարող, ստիպում է ինքը շաբաթը 7 օր աշխատել, սիրելիներ։ Օրական 10 ժամ աշխատել, 12 ժամ աշխատել։ Սա է հատուկ սատանան սա ծրագրված անում է, որ մարդիկ իրենց մտքերը անընդհատ խթանված լինի, ժամանակները կորեն եւ իրենք ժամանակ չունենան ոչ իրենց ընտանիքի հետ անցկացնելու, ոչ իրենց երեխաներուն հետ անցկացնելու, ոչ կարողանալու ազատ մտքով խոկալ ներքին սենյակ ունենալ։ Մարդիկ տեսնում եք, որ փնությունից հեռու են բահում։ Մարդիկ փնության մեջ չեն գնում, առաջ մարդիկ գնում էին պիկնիկ էին անում փնության մեջ։ Փնության մեջ որ գնում էին պիկնիկ էին անում, հիմա նայեցեք, միգուցե քյուղացի մարդկանց սա մի քիչ տարօրինակ կթվի, բայց որ աշխարհը նայենք, մենք մեծամասնությունը քաղաքի ժողովուրդներուն նայենք։ Երբ որ փնության մեջ ես դու, ժամանակ ունես կարաս երթալ մի հատ այդ արվագին նայել, քեդին նայել, ծառին տակ մնալ, նստել, խոկալ, միտքը թաթարկվի եւ կարողանաս մտածել։ Այդ ժամանակներում է որ երբ է որ մարդ Տիրոջ հետ հարաբերություն ունենում, երբ որ միտքը աշխարհի հոգսերից թաթարկվում է, այդպես է։ Ես իմ վրայովս կվգայեմ, երբ որ իմ միտքս թաթարկվում է աշխարհի հոգսերից, չկա, այն ժամանակ է որ ես կարողանում եմ Տիրոջ հետ հարաբերություն ունենալ եւ խոսքի հայտնություն, դժմարտության հայտնություն ունենալ։ Բայց ասում է որ այն տեսակի սարկում են, որովհետեւ դու բնության մեջ չի գնաս, բայց երթաս մոլերը կամ սարկված խաղավայրերը երեխաներու համար։ Եվ այդտեղ որ երթաս դու ընդհանրապես միտքդ խթանված կմնա։ Ասում է որ սատանան թող գնան իրենք արցագուրտի, բայց արցագուրտին այդ կան ծանրափերնվին, որ արցագուրտից հոգնած վերադառնան։ Այդպես է մտածի։ Եվ խթանել միտքը այնչափ ասում եք, հացեք խթանեցեք, որ այդ մեղմ ցայնը չի լսեն։ Ասած ոնց է խոսում։ Հանգստության մեջ, խաղաղության մեջ է խոսում, մեղմ ցայնով։ Հիշում եք Եսայի մարգարե, Եսային եմ ասում, Եղիան որոդումներում մեջ, երկրաշարժի մեջ չկար։ Այնտեղ չէ որ Աստծո կգտնես ցայնը։ Դրա մեջ չես լսելու Աստծո ցայնը։ Այդ մեղմ ցայնը, երբ որ միտքդ խթանված չէ, լրիվ թաթարկ է, ազատ է, դրա համար եղբայրները ասում են, պաշտամունքի որ գալիս եք, աշխարհի հոգսերը դուրսը թողեք, եթե չթողեք, հանդիպում չեք ունենալ Տիրոջ հետ։ Այդպես է, բայց ուզելով არ չի ստացվում, չէ՞։ Շատերը ուզում են, ասում են որ հա ուզում եմ, բայց չի ստացվում։ Այդքան միտքս խթանված է որ չեմ կարողանում թաթարկվել։ Եղբայրը խոսում է, չի լսում։ Ինչու համար չեն կարողանում լսել։ Հարցնում ես որ, ասում է եղբայրը լավ խոսեց։ Ասում է ինչ խոսեց։ Չեմ հիշում, բայց լավ խոսեց։ Ինչ օգուտ արել է, եթե չես հիշում։ Ինչու չես հիշում, մտածե։ Միտքդ խթանված է, սիրելիներ։ Դա ինչպես հաջողել է։ Ոչ մի բան չի հիշում։ Անցյալներ եղբայրեր ասում էր, որ ես ասում եմ ու շատին լսում եմ, բայց հետո հարցնես ոչ մի բան չեմ կարող հիշել։
Ես ինչ վիճակ է ասում է, ինչու ոչ մի բան չեմ կարող լսել։ Հենց դրանց մասին եմ խոսում ես, սիրելիներ։ Իրենց խրախուսել, ասում եք, հացեք խրախուսեցեք, որ անընդհատ լուրերը լսեն։ Միջոցները հեշտ են, այսօր միլիոնավոր լուրերու ալիքներ կան։ YouTube-ով կարաս նայել, ավտոյի մեջ նստեն, ասում է, որ իրենց խրախուսեք, որ դնեն ռադիոյով լուրերը լսեն, ոչ թե խոգում ունենան։ Ես ավտոյով որ գնում եմ, ինչքան լավ խոգումի ժամանակ է ինձ համար։ Երկար որ ժամանակ գնում եմ, խոգում եմ։ Այն ժամանակներում է, ինչ որ առնում եմ, խոսելու, մտքեր որ բացվում է, այն ժամանակներում է լինում։ Բայց սատան ասում է, չթողեք այդպես լինի։ Ավտոյի մեջ լուրերը թող բացեն տնեն։ Եթե լուրերն ար, եթե չբացեն տնեն, ասում է այդքան ռեկլամներ արեք ճանապարհներուն, այդ լոզունգներ տնեք, որ իրենց աչքերը անընդհատ հմայվեն։ Անընդհատ քրավվի իրենց աչքերը։ Ճանապարհին գնաց անընդհատ սա նայում ստա այդ ռեկլամն ես նայում եւ այն մի հատ գիսամերգ են դնում, եսի մի հատ քրավիչ բան են դնում, մարդու աչքը գնում է։ Ասում է որ անընդհատ մարդկանց մտքերը ինֆորմացիայով լեցուցեք սատանան։ Ասում է քացեք մարդկանց մտքերը անպետք ոչ էական ինֆորմացիայով լեցեք։ Այդ բոլոր ինտերնետի վրա, YouTube-ի վրա, այդ բոլոր ինֆորմացիաները, որ դուք նայում եք, լսում եք, անգախ ցեզանից եք լսում, ինչքանին գարիք ունեք, մի հատ ասեք։ Ինչքանին, քանի տոկոսին գարիք ունեք, քանի տոկոսը էական է ձեր կյանքին համար, չեմ ասում հավիտենական կյանքին համար, քանի տոկոսը էական է։ Հա, այո, հասկանում ենք, այդ բոլորը ասում եմ, սրանց ամենաուժեղը նորից գալիս ենք հեռախոսին, այս հեռախոսին։ Որտեղ սրանով է, որ մարդուն ժամանակն է գողանում։ Ես բարձ օրինակներ չդվեր, չասեք վայ եղբայր նորից հեռախոսով սկսար, բայց սրանով ամենաշատ այդ ինֆորմացիան, որ այսպես լեցնում է մեր ուղեղի մեջ, որ գարիք չունենք մենք։ Ընդհանրապես, այդ բոլոր բաները, որ գարթում ենք, նայում ենք, 90% կոնե ասեմ մենք գարիք չունենք, եւ դրանով մեր ժամանակը գողանում է, եւ մտքերը խաղաղությունը գործնում են։ Մտքերը խաղաղությունը գործնում է սիրելիներ։ Նույնիսկ որ մարդը քիշերը մտնում է անգողին, լավագույն ժամանակն է, որ անգողինի մեջ աչքերը փակե, մինչև քնե խոգա։ Դա էր չի անում։ Ասում է որ քունս չի տանելու, սատանան ասում է լսի, քունդ չի տանելու։ Թո երախոսի մեջ նայր, մինչև քունդ տանի, հետո քնե։ Ճիշտ եմ ասում։ Չեմ ասում 100% այդպես է մարդկանց մեծամասնություն։ Ասում է երախոսի մեջ նայր, որպեսի դրանով կարողանաս քնել։ Նորից չի կարողացար ժամանակ չունեցար, որպեսի խոգաս դիրոտ հետ հարաբերության մեջ մտնաս։ Անթաթար Viber WhatsApp ուղարկեք։ Մարդը այսօր չունի ինչ ասենք անձնական դարածք հայերենով բարը չի գա, անգլերենով լավ բառ է, privacy ասում ենք։ Այսինքն ոնց որ անձնական դարածք։ Որտեղ է լինում։ Եկեղեցում նստում է անդադ WhatsApp Viber է գալիս իրեն, չի նայի մի հատ նայում է, կամ ասենք թե որ մարդ չի կարող հաց ուտել, հաց ուտելու ադեն անընդհատ հիմա ասում է հաց ուտելու ադեն գոնե գարամ նայել ինչքան նամակներ են ինձ ուղարկել։ Ոնց որ այդ բոլորին գարիքը կա հենց հիմա նայելու, բայց ոնց են ապրում մարդիկ ժամանակին։ Մարդը ասում է որ սատանան չի պիտի թողեք ժամանակ ունենա, բոլոր ժամանակը պիտի քողանաք, որովհետեւ դիրոջ հետ չմտերնանա։ Ասում է որ նույնիսկ միտեղ հանդիպեն հավատացյալները միասին նստեն, այնպես արեք որ չլինի խորը հոգևոր նյութեր խոսան։ Թող որ հանդիպեն միասին աշխարհի հոգսերից խոսան, երկիրի դժվարություններից խոսան, բادرազմից խոսան, սղությունից, այսինքն թանկացած բաներից խոսեն, վարգերից խոսեն, դժվարություններից խոսեն, ամեն ինչից խոսեն, բացի հոգևոր նյութեր։ Նայեք։ Ասենք այստեղ ոչինչ, թե այստեղից էր որ դուրս գա, կամ այսպես ավելի հեշտ օրինակ կլինի։ Ասենք դան հավաքույթներ, որ արվում է։ Դան հավաքույթը հենց վերցանում է, ժողովուրդը նստած է այդտեղ, միասին ինչ են խոսում։ Լրիվ ոնց որ մի հատ անջատում ես լույսերը, միանգամից ուրիշ աշխարհ է գնում։ Բոլոր խոսակցությունը։ Հիշում եմ։
Որտեղ որ եղել եմ, հավաքույթը որ վերջանում է, ես ալ Լիբանանում եղած adensar հավաքույթը վերջանում է, ասենք սուրճ ենք հրամցնում ժողովրդին, որ պիտի խմենք, սուրճի ժամանակ նայում եմ, ոչ մեկը հավաքույթի ժամանակ ինչ խոսեցան եղբայրները, ինչ էր նյութը, ընդհանրապես չի շոշափում, ընդհանրապես չի շոշափում։ Այստեղից դուրս է ելնում ժողովուրդը, ընդհանրապես ինչ խոսեցան եղբայրները, չի շոշափում։ Մի անգամ սկսում եք յանքի հոգսերը բաները։ Ճիշտ բաներ եմ ասում կամ ոչ։ Մեծ տոկոսովի մասին եմ խոսում, չեմ ասում բոլորը։ Կարևորը 1% է, չէ՞, սիրելիներ։ Ինչ է եղել։ Ոչ մեկունքով։ Հարց հավաքույթը վերջանում է, մեկը հարց չունի, հոգևոր նյութ չունի խոսելիք։ Դա էր նշանակում է, որ չի կարդում։ Կարդում է, բայց միտք չի առնում։ Չի կարդում կամ մեծամասնությունը, կամ անորար կարդում է, միտք չի առնում, չի խոգում։ Այս Աստվածաշունչի մեջ ամեն ինչ հասկացել եք, ես հասկացել եմ։ Մամիկոն եղբայրը ամեն ինչ հասկացել է, հարց չունի, մեր մամիկոն եղբայրը։ Աշխարհում կա մի հատ հոգևոր մարդ սուրբ, որ հարց չունի, ամեն ինչ լրիվ հասկացել է։ Որ մնաց որ ընդհանրապես շատ քիչ բան հասկացողները, ոնց է որ չունի խոսելիք բան, ոնց է որ չունի, ոնց է որ չի ասում, որ այս ոնց հասկանանք, սրա խորությունը ինչ է եւ այլն, չկա, հաջողվել է սատանան, հենց սա է սատանային ուզածը, հավատացյալ ժողովրդին գործընծնելու համար սիրելիներ։ Ասում է թողեք վնաս չէ, թող հաջողեն եկեղեցի, չլա որ Հիսուսի հետ մտերմիկ հարաբերություն ունենան սիրելիներ։ Տեսնում եք սատանայի ծրագիրը ոնց է գործում հավատացյալներու կյանքերում մեջ։ Բոլոր օրինակներով ցես ասեցի, վերացական բաներ չեմ խոսում, չէ՞։ Ընդհանրապես ես վերացական չեմ խոսում։ Ճիշտ է։ Մտածեք։ Հիմա մտածեք, հա ասեք, ամեն ասելով չի լինի դա։ Ամեն ասելով չի լինի։ Ինչ անենք, հա, կլինի հիմա։ Ամեն ասենք, այդպես է, երթանք շարունակենք հենց դյուն ծևի մեր կյանքը, նորից օգուտ չարեց։ Նորից հաջողվեց սատանան։ Համաձայն եք։ Աստված մեզի իմաստություն տա, սիրելիներ։ Տեսնում եք, իմանալը կարևոր է։ Այս բաները պետք է իմանանք եւ խոգանք։ Ինչ որ խոսում են եղբայրները, լսեք, խոգացեք վրան։ Գնացեք խոգացեք, գրեք, դրա համար ասում ենք նոթ արեք, գոնե հիշեք, գնացեք խոգացեք, մտածեք ինչ անեք, որ ձեր կյանքի մեջ լինի հոգևոր աճ եւ մտերմիկ հարաբերություն Տեր Հիսուսին հետ։ Աստված օրհնե ձեր բոլորին, եկեք աղոթենք։